Գյորջյան Կասկադ, 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Պատվազան դատարան նախ իջև ընդհանուր փաստական հանգամանքներին անդրադառնալը, ես կցանկանեմ դատարանի ուշադրություն հրավիրել իրավական խնդիրների վրա, որոնք առաջացել են հարգելի հանրային մեղադրողի կողմից պաշտոնավարման կասեցման ապամիջոցի համաձայնություն տալը, որի հետ կապված մինչ այդ նաև քննիչի կողմից համապատասխան որոշման կայացմանը։ Նախ ի սկզբանե ասեմ, որ մեծ է գայթակղությունը հիմնավոր կասկածին անդրադառնալու, բայց փուլային խնդիր ունենք մենք եւ այդ առումով բնականաբար հիմնավոր կասկածի վիճակում դատանը չի կարող ասել ոչ կա, ոչ չկա, որտեղ երկու դեպքում էլ խնդիր է։ Դրա համար այդ առումով ընդամենը կասեմ, որ հիմնավոր կասկած չկա, իսկ որ թե ինչու չկա, արդեն ներքի վիճակման շրջանակներում մենք կասենք։ Հիմա անդրադառնամ այդ իրավական խնդրին։ Նաև պատվազան դատարան։ Ես կարծում եմ, որ մենք այս փուլում չպետք է քննարկենք կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանի խափանման միջոց, այլ մենք պետք է քննարկենք ազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի խափանման միջոց։ Հիմա եթե հոկտեմբերի 21-ին տեղի ունեցա անօրինականություն եւ այդ անօրինականությունը շարունակվել է մինչեւ նոյեմբերի 3-ը եւ նաեւ դրանից հետո, դա չպետք է հանգեցնի մի այնպիսի իրավիճակի, երբ անձի իրավունքի այլևս հնարավոր չլինի վերականգնել։ Ինչու՞մն է խնդիրը։ Նոյեմբերի կներեք հոկտեմբերի 21-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը որոշում է կայացնում պաշտոնավարման կասեցում այլընտրանքային խափանման միջոց կիրառել Վարդան Ղուկասյանի նկատմամբ գտնելով, որ բացակայելու արգելք խափանման միջոցը եւ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցը բավարարել իր կողմից որոշման մեջ մատնանշած ռիսկերը զսպելու համար։ Այսինքն հոկտեմբերի 21-ին դատախազը համաձայնություն է տվել։ Հոկտեմբերի 21-ին կիրառվել է այլընտրանք եւ իրավունքի ուժով Վարդան Ղուկասյանը ենթակա է եղել ազատ արձակման կալանքից։ Այն պարզ պատճառով, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է խափանման միջոցների երկու համակարգ՝ կալանք եւ այլընտրանք կալանքին։ Այլընտրանքային խափանման միջոցի տեսակներից է նաեւ բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։ Եթե կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառում է այլընտրանքային խափանման միջոցներից որևէ մեկը, դա հանգեցնում է կալանքի փոփոխման եւ վերացման, եւ անձը արդեն հոկտեմբերի 21-ին իրավունքի ուժով ենթակա է ազատ արձակման։ Հիմա եթե իրավասու մարմինները ինչպիսի հանդիսացել են թե դատարանը, որին մենք նոր կալանքի իրավաչափության պայմանների փոփոխության հիմքով դիմել էինք բարոյթարությունի եւ մերժել գտնելով ոչ թե միշտականով պետք է փոխարկել։ Թե դատախազությունը, գործընկերները բազմաթիվ իշքան բողոքներ են հասցեագրվել, եթե իրավունքի խախտումը չեն արձանագրում, դա չպետք է հանգեցնի անձի իր իրավունքի զրկման առհասարակ։ Կրկնում եմ, 21-ին ինքը պետք է դուրս լինել պարոն Ղուկասյանը։ Հետագայում եթե խափանման միջոցի խստացման իրավական հիմքերը եւ հնարավորությունները կար, դա պետք է քննարկվի։ Օրինակ կալանքից ազատված մեղադրյալի նկատմամբ կրկին կալանքի արարումը ռեժիմ, օրինակի համար մասը։ Հետևաբար, եթե մենք 21-ին օրենքի խախտման պետությունը իր պոզիտիվ պարտավորությունը չի կատարել եւ անձին ազատ չի արձակել կալանքից, դա չի նշանակում, որ այդ հանգամանքը չպետք է գնահատման արժանանա եւ չպետք է իրավական հետևանք ունենա դրական իմաստով հենց պարոն Ղուկասյանի համար։ Հետևաբար առաջին իրավական խնդիրը, որը մենք կարծում ենք, որ դատարանը պետք է գնահատի, հոկտեմբերի 21-ի դրությամբ արդյոք պարոն Ղուկասյանը ենթակա չի եղել ազատ արձակման կալանքից, եւ եթե ենթակա է եղել, արդյոք այս պահի դրությամբ մենք պետք է քննարկենք նրա կալանքի ժամկետի երկարացման հարցը, թե պետք է այլ եթե օրենքի խախտում տեղի չունենար, այլ ռեժիմով պետք է այս հարցը քննարկենք։ Սա դրա հետ կապված մնացածառումով գործընկերս նշեց։ Հիմա հաջորդ հանգամանքների հետ կապված պատվազան դատարան փուլ կալանքի հիմքերի հետ կապված։ Քաղաքական հետապնդում ասելուց ես ցանկանում եմ ասել, որ սա մենք որպես քաղաքական տերմինոլոգիա չենք օգտագործում ենք որպես իրավական տերմինոլոգիա։ Այսինքն քրեական հետապնդում, այդ թվում նաև ազատությունից զրկում քաղաքական դրդապատճառներով։ Հիմա ես կբերեմ փաստարկներ, որոնք իմ կարծիքով առնվազն ողջամիտ կասկածի մակարդակով թույլ են տալիս պնդելու, որ պարոն Ղուկասյանի նկատմամբ եւ քրեական հետապնդումը եւ ազատությունից զրկումը ունի քաղաքական դրդապատճառներ, որովհետեւ մեկը չի պահանջում քաղաքական դրդապատճառներով ազատության զրկման համար 100% ճշմարտություններ բերել։ Նաև ԵԽԽՎ-ն հայտնի բանաձևում
դա ներկայացնում է ոչամիտ կասկածի մակարդակով, այսինքն որ կարող է ոչամիտ կասկածներ, որ դժտապատճառը քաղաքական է։ Հիմա սկսենք իրավական տիրույթում եւ կանոնավորման հիմքերից, մասնավորապես հանրային մեղադրողի կողմից մատնանշված հիմքերի շրջանակները։ Վկայակոչեց ձայնագրությունները պատվաժանները։ Նախ մեկ կարևոր խնդիր։ Ձայնագրությունները ծաղկակար է արվել քննիչի կողմից եւ տրամադրվել է պաշտպանության կողմից։ Քանի որ մայր գործը մնացել է հակակոռուպցիոն կոմիտեում։ Նայեք այստեղ այսպեսի մի խնդիր։ Սրանով արդեն իսկ խոչընդոտվել է արտար դատաքննությանը։ Նավալին ընդդեմ Ռուսաստանի գործով եվրոպական դատարանը հստակ ասել է, թե չկային ծայրահեղ իրավիճակները, նույն հանցանքի վերաբերյալ համամեղադրյալների գործերը առանցին ուղարկելը կանխորոշում է 6-րդ հոդվածի խախտումը։ Հիմա քննիչը որոշել է, որ այսքանը վերաբերում է Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանին որպես իբր կա շատ պահանջող անձի ապացույցները բավարար են դատարան ուղարկելու համար, բայց որ տվողին են բավարար ոչ մյուս հանցակցին։ Այս մոտեցումները իրար հերքում են արդեն, եւ սրանով խոչընդոտվել է ի սկզբանե Վարդան Ղուկասյանի արտար դատաքննության իրավունքը։ Հիմա գործի քննությանը խոչընդոտել է։ Այս ծաղկակալ ձայնագրությունների մեջ կան շատ կիսատ ձայնագրություններ։ Ավելին ասեմ, պատվաժան դատարան ապրիլիս իրականացված ձայնագրությունները մինչև հոկտեմբեր իրականացված ձայնագրությունները ժամանակային տևողությամբ մեծ տրամադրված է եւ ենթադրվողը, որ պետք է լիներ այդքան ժամանակում, էապես տարբեր է։ Մեզ տրամադրվել է էապես քիչ ձայնագրություն։ Բայց անգամ այդ էապես քիչ ձայնագրությունների մեջ դատարանի ուշադրություն է վերաբերում մի քանի հանգամանքների, որոնք կարևոր են գնահատելու հատկապես գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Այդ ձայնագրությունների մեջ առերևույթ հիմնականում խոսվում է ՔՊ-ի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մասին։ Թե ովքեր են կատարել Սևակ Պոնչյանի գործը, ով որտեղից է համաձայնեցրել, ու միջոցով որտեղ են ակտերը ստացել, երբ են դրանք ստացել, եւ այս ամեն ինչը իրականացվել է մինչև Վարդան Ղուկասյանը։ Զուգահեռ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարմանը Վարդան Ղուկասյանից թաքուն։ Սա է ձայնագրությունը։ Բայց չգիտես ինչու քննիչը օրինակ դա համարում է կենցաղային բնույթի խոսակցություն կամ չի լսվում, չի հասկացվում։ Բայց մենք դատարանում կլսենք եւ հասկանանք եւ կտեսնենք ինչի մասին է։ Այս ուղղակի ձայնագրական ապացույցի վրա Վարդան Ղուկասյանը ոչ միայն լեգիտիմ շահագրգռվածություն չունի ազդելու, այլ ընդհանրապես նրա շահերից է բխում, որ այս ապացույցը դատարանում հետազոտվի, որ այս ապացույցները դատարանում ի վերջո ի հայտ բերեն իրականում ինչ է տեղի ունեցել։ Հետևաբար ինչ պետք է լինի, ինչ պետք է անի անձը։ Հենի խոչընդոտի քննությանը, որպեսզի այդ գործի քննությունը ի վնաս իրեն գնա, եւ գործի քննության բնական ընթացքը ի օգուտ իրեն է գնալու։ Նայեք, որպեսզի մենք խոչընդոտելու ռիսկը գնահատենք, մենք պետք է նայենք նաեւ ապացույցների որակին, հա։ Մոտավորապես իհարկե մենք բովանդակային հետազոտում հետ վերլուծություն չենք կատարի, բայց ամեն դեպքում պետք է նայենք, թե այդ ապացույցների որակը այնպիսին է, որ անձը կարող է ցանկանա դրանք ձևախեղել։ Այդ ձայնագրությունները ինքը ինչ պետք է անի, դիսկը պետք է կոտրի, ավելի պատկերավոր ասած պետք է գողանա այդ ձայնագրությունները դատարանից, հնարավոր չէ, հիմնական էական մասը է այս գործի ձայնագրությունները, որոնք գտնվում են դատարանի տիրապետման տակ։ Այստեղ գալիս է այլ խնդիր, քանի որ ձայնագրությունները ինքնին բավարար չեն կամ չեն խոսում առհասարակ Վարդան Ղուկասյանի կողմից կատարված ինչ-որ հանցավոր արարքի մասին, արժևորվում են վկաների ցուցմունքները։ Հիմա անդրադառնանք վկաների ցուցմունքներին, թե արդյոք դրանց վրա ազդեցություն Վարդան Ղուկասյանը ազդեցություն ունենալու շահագրգռվածություն պետք է ունենա։ Որևէ վկա ասելով նկատի չունեմ Կոմիտյանին եւ Հենրիկ Կասպարյանին։ Որևէ վկա այս քերական վարույթով Վարդան Ղուկասյանին վերաբերի որևէ ցուցմունք չի տվել։ Պատվաժան դատարան, որը առավելևս էական նշանակություն ունենա Վարդան Ղուկասյանի։ Հետազոտենք հիմնական դատալսումների Ես բովանդակությունը չեմ ասում, ես ասում եմ, որ այնուամենայնիվ բովանդակությունը ներկայացնում եք, ասելով որ բովանդակություն չեք ներկայացնում։ Բովանդակությունը ասում եք չի նշել մեղադրյալի առնչությամբ որևէ տեղեկություն, դա բովանդակության բացաձայնում չի։ Չէ, պատվիրան, օրինակ ես ասում եմ բովանդակ ինքը ասել է սա չի վերաբերում Վարդան Ղուկասյանին։ Թե ինքը ինչ է ասել, ես դա չեմ ասում։ Բայց այնուամենայնիվ նշում եք, որ վերաբերելի բան չի ասում։ Հա, դա իմ գնահատականն է, եւ հուսում եմ նաեւ դատարանի գնահատականը կլինի, որ այդ վկանի վրա ազդեցություն գործադրելու շատ կամ շահագրգռվածություն օբյեկտիվորեն անձը ունենալ չի կարող։
Անդրադառնալով վճարաբեկ դատարանի կողմից նախանշված որոշումներին, անկեղծ ասած, մասնավորապես 21-22 թվականին ես աշխատում եմ այլևս որևէ չնայած դա իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ամեն դեպքում ավելի արժեքավոր է որպես իրավունքի աղբյուր վկայակոչել եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, որոնք կատեգորիկ հակասում են վճարաբեկ դատարանի մի շարք որոշումների, այդ թվում քննությանը խոչընդոտի ռիսկի։ Եվրոպական դատարանն ասում է, որ քննությանը խոչընդոտի ռիսկը ըստ ամենաշուտ նվազող ռիսկը, որովհետև իրականացված քննչական գործողություններից, հարցաքննություններից, ապացույցների հավաքումը ինքը ուղիղ համեմատական է ռիսկի նվազման հետ։ Եվ եթե անձը արդեն նախաքննությունը քննիչը բավարար է համարել, որ ապացույցները բավարար են, որպեսզի գործը ուղարկեն դատարան, նշանակում է թե ռիսկը նվազել է պատվարժան դատարան։ Եվ այդ ռիսկը չի կարող նոկտեմբերի 20-ի դրությամբ նույն աշխարհի հակառակ դեպքում զուտ այսպես կարծրատիպային ձևակերպումներով մենք կարող ենք այս ռիսկը հավերժ ձգել թեկուզ 10 տարի գործի քննություն իրականացնել։ Հետևաբար այս ամեն ինչը արդեն իսկ որ գործը դատարանում է ինքը նվազեցրել է այդ ռիսկը, որը նշեց հանրային մեղադրողը։ Ինչ վերաբերում է պատվարժան դատարան նոր հանցանք կատարելու ռիսկին։ Նախ հանրային մեղադրողի կողմից վկայակոչված քրեական գործը վերաբերում է մոտ 20 տարի առաջ, 15 տարի առաջ, 16 տարի առաջ եղած իրադարձություններին։ Ասենք 7 քառակուսի մետր հող կարող է իսկում ենք ողերել, հիմա 4.2 եւ այլն եւ այլն։ Բայց ես այդ գործով մասնակցում եմ պաշտպան եւ վստահաբար ավելի տեղեկացված եմ, քան հանրային մեղադրողը։ Այդ գործերը դրանց մասին են եւ այդ գործերում նույնպես կան քաղաքական դերտապատճառներ։ Հիմա ինչու են կոնկրետ այս գործով մենք այդքան շատ ասում, որ կա քաղաքական դերտապատճառ կամ այս ամեն ինչը քաղաքական դերտապատճառներ են։ Նայեք, պարոն Ղուկասյանը լինելով ընդդիմադիր ընտրվեց գյուղատնտեսական։ Դրանից հետո երկրի վարչապետը, ով ունի ազդեցություն բոլոր ուժային կառույցների նկատմամբ, հրապարակայնորեն հայտարարում է. Պարոն Ղուկասյանին տոների, պարոն Ղուկասյանը բառացի ցիտեմ, պետք է դուրս շպրտել քաղաքական եւ հանրային կյանքից։ Դա ասում է մի անձ, ով ունի ուժային բոլոր կառույցների, այսպես լծակները։ Դրանից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորին ասում է, պարոն Ղուկասյանը թող ճամփորդները հավաքի։ Կար դեր գործ։ Ոչ մի բան չկար, բայց իրենք արդեն տեղյակ են, որ պետք է ճամփորդները հավաքեն։ Այնուհետև պարոն Ղուկասյանի ձերբակալման օրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր պատգամավորները օպերատիվ կերպով, համակարգված աշխատանքով սկսում են տարածել Հակակոմունիստական կոմիտեի կողմից հատվածական համացանցում գծած ձայնագրությունները, հատվածական եւ բոլորը այս շղթայի մեջ տարածելով այդ ամեն ինչը համակարգված ձևով մեկնաբանություններ են տալիս վիրավորական, այդ թվում նաեւ ազգային ժողովի անձ։ Հիմա այս շղթայի մեջ ցույց տվեք մի հատ քերական գործ, մեկ այլ քերական գործ, որտեղ քաղաքականությունը այսքան շատ համակարգված շղթայված լինի կոնկրետ քերական գործին։ Վարչապետի հայտարարություն, պատգամավորի հայտարարություն, որ պարոն Ղուկասյանը ձեռք չունի ճամփորդները հավաքելու է, մի քանի օր անց ձերբակալություն եւ ԿՊ-ի բոլոր պատգամավորների հայտարարությունները եւ վիրավորական արտահայտությունները։ Կոռուպցիոն բնույթի հանցագործությամբ ձերբակալված քանի անձի նկատմամբ են այդ աշճան վիրավորանքներ հնչեցել ԿՊ պատգամավորները, որ կան այս դեպքում։ Դա արդեն քաղաքական վերաբերմունք է, դա քաղաքական թիրախավորում է եւ քանի որ քաղաքական իշխանություն ունի նաեւ ուժային լծակներ, քաղաքական առումով թիրախավորված անձի նկատմամբ կիրառում է ուժային լծակներ։ Սա իրավաբանություն է, ես քաղաքականությամբ պետք չէ որ զբաղվեմ այս ամեն ինչը հասկանալու եւ ֆիքսելու համար։ Եվ այս ամեն ինչը ասելու համար հիմքը ես չեմ կորինել։ Հիմքը տվել է այսօրվա քաղաքական իշխանությունը այս ամբողջ շրջայով։ Եթե կատարվել է հանցագործություն, թող հանցագործություն քննող մարմինները անեն։ Ինչու է քաղաքական դերակատարները ուղղորդում քննությունը կամ նախապես նախանշում թե պարոն Ղուկասյանի հետ ինչ է լինելու եւ մի հատ հետո արդեն սկսում են ամենավերջին վիրավորական որակումները ընդ որում նույնիսկ չարգելով ամերիկյան կանխավարկածը անձին ներկայացնում որպես վերջնականապես հանցագործության համար մեղավոր ճանաչված անձ։ Հիմա եկեք ասենք դատարանը անկախ է, ասենք դատախազությունը անկախ է, ասենք ԱԱԾ-ն հակակոռուպցիոն, ասենք բոլորն անկախ է, գետնի վրա որևէ մեկն անկախ չէ պատասխան դատարանը։ Չի կարող դատախազությունը վարչապետից անկախ լինի, չի կարող ԱԱԾ-ն վարչապետից անկախ լինի,
Չի կարող հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետից անկախ լինի, ուղղակի չի կարող։ Հիմա եթե պետք է մենք մեզ հույս տալու համար համոզելու համար ասենք անկախ է, ասենք, բայց անկախ չէ։ Հիմա այս բոլոր կառույցների ձեռամբ է ստեղծվել գործը։ Եվ ձեռամբ ստեղծված այս գործը նաև այդ քաղաքական դերակատարներով բերե հասցվել է այստեղ։ Հիմա մենք չասենք, որ սա քաղաքական դերտապատճառներով ստեղծված գործ է, իսկ եթե կա քաղաքական դերտապատճառներով ստեղծված գործ, կարելի է սադրել ցանկացած գործողություն եւ հետագայում ծաղկակաղ անել ձայնագրությունները, բերել կպցնել իրար եւ ասել, որ անձը կատարել անձանք։ Հիմա այս որակի ապացույցների վրա ազդեցություն գործադրելու լեգիտիմ շահագրգռվածություն Վարդան չի կարող ունենալ նաեւ այն պատճառով, որ այս հետագայում հետազոտման ժամանակ ցույց կտամ, որ շատ բարեր քննիչները հանել են, շատ բարեր քննիչները ավելացել են էական նշանակություն ունեցող բարեր։ Շատ բարեր քննիչները գրում են չի հասկացում եւ հասկացում է եւ դա խոսում է Վարդան Օղտասյանի ակնհայտ անմեղության մասին։ Այս որակի վրա ազդել չկա կարող։ Նոր հանցանք կատելու ռիսկը պատվաժողովական այլ ընտրանքներ կան, եթե լավ մարդ է, ասենք քաղաքապետը